Փակեմ նորից արտաքինի հետ կապված հարցով Թրիփի վերաբերյալ, որ անընդհատ խոսում եք ամերիկան շահեր չունի, ԱՄՆ նախագահը ինքը եւս խոսել է ամերիկյան կողմի շահի մասին։ Այսինքն հիմա դուք ձեր պնդումներով, հայտարարություններով պնդում եք, որ Թրամփը իրավիճակին չի տիրապետում։ Նայեք, ես ինչ եմ ասել։ Ես ասել եմ տնտեսական եւ անվտանգային շահեր ուղղակի չեն երևում։ Եթե Իրանի գործոնը հանում ես, ոչինչ չկա։ Ես այն ասել եւ այո, շարունակում եմ պնդել։ Հետաքրքրությունը այդ ծրագրի նկատմամբ ավելի շատ քաղաքական է։ Ռուսաստանին հեռու պահել եւ Իրանի հետ խնդիրներ ստեղծել։ Որովհետեւ տնտեսական շահը ենթադրում է առևտրի ծավալ, չկա 0 Բացի տնտեսական շահից, անվտանգային շահը, եթե Ամերիկա Միացյալ Նահանգները ստուգ ունենային, առնվազն մոտակայքում մի 2-3 խոշոր ռազմական բազա կունենային։ Հիմա Միացյալ Նահանգները աշխարհում ունեն ավելի քան 750 ռազմաբազա, բայց ոչ մեր տարածաշրջանում։ Ես նախագահ եմ եղել 10 տարի, անվտանգային հարցերով որևէ հետաքրքրություն չի դրսևորվել այն ժամանակ։ Հիմնականում ինչ էր, Իրանի հետ սանկցիաները պահում ենք, թե չենք պահում, եւ ինչի է մեր հարաբերությունները Իրանի հետ լավ։ Բայց ասեմ, Միացյալ Նահանգներին ի պատիվ իրենց կարող եմ ասել, պրագմատիկ են, եթե դու հիմնավորված ինչ-որ բան ես ներկայացնում, լսում են, իսկապես լսում են։ Միացյալ Նահանգների հետ աշխատելը հեշտ էր, ավելի հեշտ էր, ասեմ, քան օրինակ եվրոպական որոշ երկրների հետ։ Որովհետեւ եթե դու նորմալ ներկայացնում ես, իրեն շահը ցույց է տալիս այդ process-ի մեջ, քո հետ համաձայնում է, հետները հետ հեշտ էր աշխատել։ Ասեմ, եւ տվյալ դեպքում իմ ընկալումը հետեւյալն է, Միացյալ Նահանգների հետ ճշնամանալ երբեք պետք չի։ Այն երկիրը չի, որի հետ ճշնամանալուց դու կարող ես ինչ-որ բան շահես։ Բայց Միացյալ Նահանգների հետ նստել, խոսալ, խնդիրները ներկայացնել եւ ցույց տալ, որ այս տարբերակով նույն տրիպի հենց Միացյալ Նահանգները ավելի շատ կշահեն, նաև իրենց շահերից է սա բխում, անցնում է դա։ Միացյալ Նահանգների հետ դա աշխատում է։ Շատ պրագմատիկ է։ Եկեք դու կարճ հստակեցում ազատությունը փոքր ճշտում ունի ու փակեք էլի, բայց կարճ խնդրեմ։ Մենք արդեն սենց խոշտանգման եզրին ենք։ Սրանք այսիկ են առանցքային դերակատարումն են, որոնց շուրջ պետք է այո անդիմությունը նաև միավորվի։ Խոսեցիք այստեղ նաև միասնական պլատֆորմի առաջարկի մասին Իշխան Սաղաթելյանի, ժամանակավորապես այո ծառայեցնել էր ընդդիմադիր իրենց փոխադարձ մեղադրանքները։ Ուզում եի հասկանալ, հստակեցնել, դա ձեր Հայաստան դաշինքի առաջարկն է, թե անձնական առաջարկ Սաղաթելյանի կողմից եւ ինչ անել, որ պահպանվի այդ առաջարկը, որովհետեւ տեսնում լարում է հարթակներում, այստեղ էլ նշեցին, որ շարունակում է մնալ եւ նաեւ ձեզ առաջվող թևում եւ մյուս թևերում եւ այլն։ Երկրորդ հարցը եկեղեցու հետ կապված խոսեցիք, բայց ճգնաժամն ինչպես հաղթահարվի, եկեղեցու պարագայում կարճաժամկետ հեռանկարում, ինչպես եք տեսնում այս խնդրի հաղթահարումը, որպեսզի մինչև վերջին եպիսկոպոս այսպես չգնան իշխանությունները, եւ նաեւ մեկ դիտարկում էր, ես որ գալիս էի ասուլիսի, այստեղ դուրս եկան մի քանի լրատվամիջոցներ, ասացին իրենց չեն ներգրավել, ինչ-որ պատճառ կա, որ իրենք չեն կարողանում հնարավորություն ունեն։ Հասկացա։ Որովհետեւ տեսա դժգոհություն կա նաև հրապարակային։ Հասկացա, նայեք, Իշխան Սաղաթելյանի առաջարկը մենք քննարկել ենք։ Դա ինքը իր գաղափարն է, բայց մենք քննարկել ենք։ Իհարկե, ոչ թե հավանություն տալ, քննարկել ենք եւ իսկապես ճիշտ է դա անել։ Այստեղ ես որևէ խնդիր չեմ տեսնում, ուղղակի պետք է կոնստրուկտիվ մարդկանց հետ բանակցել։ Հիմա ինքը ում հետ հանդիպել, քննարկել այդ հարցը, բոլորը ողջունել են։ Բայց մեկ հարց է մեր իրականության մեջ, դու ողջունում ես, բայց հետևում ես, թե ողջունում ես ու հակառակն ես անում, այդ չգիտեմ։ Հիմա կփորձենք եւս մեկ անգամ հետևողական կփորձենք նպատակին հասնել։ Հիմա,
Հիմա եկեղեցու հետ կապված, նայեք, ես մեկ անգամ ասել եմ, որ ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մոբիլիզացիոն ռեսուրս չունի եկեղեցու դեմ պայքարելու համար։ Եվ երևի տեսնում եք այդ վերջի պատարակները ինչպեսի բնույթ են արդեն կրում, ոնց որ չի կարող հետ քաշվի, բայց ուժն չի երիկում առաջ գնա, սա այն դեպքնա խաչու մագու, не хочу, не могу, արդեն այդ բաների մեջ է, որ ասում է и колется, и хочется, и колется, и мамка не велит, ռուսները տենց մի բան ունեն, մի արտահայտություն ունեն։ Սա նշանակում է, որ դեռ եկեղեցին պիտի հասկանա, որ այդ ճնշումները լինելու են եկեղեցու նկատմամբ, բայց եկեղեցին պետք է իր ներքին ամրությունը ուժեղացնի։ Օրինակ ես մի քիչ ավելի կտրուկ կքայլեի, թեկուզ հարգում եմ այն մոտեցումը, որը վեապար Հայրապետն է որդեգրել, բայց ես ավելի կտրուկ քայլերի կգնայի։ Կոնկրետ եպիսկոպոսների նկատմամբ, քաղաքացիների, որոնք ուղղակի բանը այդ արենցիրի բանը կորսրել են, էլի։ Հիմա ինքը այդ ոչն է ընտրել, ես մի քիչ այլ ոչով կնախընտրեի շարժվել։ Եվ վերջի բանը դուք Ահա, հիմա նայեք, մեկ մամուլի ասուլիս ես ունեցա, ավելի առաջ էր, 50-ից ավել լրատվամիջոցեր, պրոբլեմ էր իսկապես, վերջում խոշտանգում էր ուրիշ ձևի արդեն, վերջի մամուլի ասուլիսի ժամանակ ես առաջարկեցի մոտարապես 30-ը չանցնել, որ մենք 2-2.5 ժամվա ընթացքում ավարտենք, ստեղ հարցը առաջանում ընտրության, հիմա կարամ ձեր հետ խորհրդակցեմ, ինչն ավելի լավ, լրատվամիջոց կանչել, հրավիրել, բայց հնարավորություն չտալ հարց տալու, ավելի վատա չէ սա։ Հիմա մենք նման ընտրության առջև ենք կանգնած եղել։ Կանչել, բայց այն գլխից մի 10-15 հոգի կարող են հարցի հնարավորություն չստանալ, թե բոլորին այդ հարց տալու հնարավորությունը տալ։ Ինչ հասկացաք, պատճառը միայն սա է, եւ որոշակի սկզբունք, լրատվամիջոց անպայման լինի եւ սենց ասեմ, մի ցանկ ավելի շատ նայել ենք հետեւյալը, այդ լրատվամիջոցը ինչ տեղ է զբաղեցնում լրատվական դաշտում, դիտումներ եւ այլ, եւ ինչքանով այդ լրատվամիջոցը սենց բանի մեջ է, զաշորին է ասած այդ ֆրազը, ուղղակի ուզում օգտագործեմ։ Սա է ընդհանրապես